Կան չէ դեպքեր, որ հասկանում եք, որ անլուծելի է հարցը։ Կար դեպք, մայրը բաժանված էր, 2 տղա երեխաներ ուներ ընկերն էլ ապրում էր այդ ընտանիքում, որտեղ երեխաներ, տղաներ էին։ Տղաները 14-15 տարեկան էին, Չէին ընդունում ընկերոջը, մոր պահվածքը չէին ընդունում։ Տղաները իրենք եկան ու ասացին մենք ուզում ենք գնանք մանկատուն։ Գնացին, հետո մայրը փորձեց մի տղային հետ բերել, հայրը իրենց հանում էր մոր դիմաց, բոլոր կողմերից երեխաներին խառնում էին։ Վերջով երեխաներից մեկը կալանավայրում հայտնվեց։ Երեխաները գնացին կենտրոն, որտեղից փախան, հետո մայրը գնաց մեկին հետ բերեց, այն մեկին պատժելու համար, թողեց, ավելի մոր դիմաց դուրս եկան 2 եղբայրներով, որ այս մեկին տան 2 եղբայրներ գժտվեցին իրար հետ։ Պատասխանատվությունը ծնողի վրա է, չէ՞ ամեն դեպքում։ Այդ դեպքում այս ծնողը պատասխանատվություն չէր զգում։ Մեր տղաներն իրանց հորն են լսում, թե թող գնան ինչ ուզում են անեն։ Ամուսինների անառողջ հարաբերությունների հետևանքով դա տեղի ունեցավ։ Սովորաբար ուժում են երեխաները։ Զույգերը իրար վնասում են երեխաների միջոցով։ Շահարկելով երեխաների գործոնը։